Տիկին Սարգսյան, շնորհակալ եմ շատ կարևոր նախագծի եւ նախաձեռնության համար։ Ես նման առաջարկ նաեւ պաշտպանության նախարարությանն եմ արել, որ մենք աշխատակիցներին գնահատենք եւ ունենանք հստակ գնահատման մեխանիզմներ, ինչը հիմա դուք փորձում եք եւ առաջարկում եք ներդնել ներքին գործերի նախարարությունում։ Ինչու է սա կարևոր, ինչպես դուք նշեցիք, ես էլ շատ դեպքեր գիտեմ, որ օրինակ այն օպերա աշխատողներ, ովքեր որ շատ բացահայտումներ ունեն, ստանում են ավելի ցածր, կներեք էլ այդտեղ որ խանգարում եք։ Այն աշխատակիցները, ովքեր շատ բացահայտումներ ունեն, բայց ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում ատեստավորում ստանալ, ստանում են ավելի քիչ աշխատավարձ, քան իր հետ աշխատող մյուս օպերա, ով օրինակ 10 անգամ ավելի քիչ բացահայտում ունի, բայց ատեստավորումը ավելի վարժ հանձնել է։ Ստացվում է ստեղ գնահատման անհավասարություն եւ անարդարություն է իմաստով, որ մարդը օրինակ ծանր հանցագործությունների բացահայտման, սպանություններ ունի բացահայտած կամ թմրամիջոցների ապօրինի շարժանառության դեպքեր ունի բազմաթիվ բացահայտած, ստանում ավելի ցածր աշխատավարձ, քան մյուս իր ընկերը, ով որ այդքան էլ ջանք չի գործադրում բացահայտումների համար, բայց քննություններից առաջ լավ պատրաստվում ստանում է կրկնակի բարձր աշխատավարձ։ Շնորհակալ եմ ու կցանկանամ, որպեսզի կառավարության մյուս գործընկերների հետ նաև այս փորձը փոխանակվի, որպեսզի հստակ ներդրվի գնահատման համակարգ, որպեսզի եւ բացի ձեր նախարարությունից նաև փորձի կիրառումը տարածենք մյուս նախարարությունների վրա, ինչպես սա արել ենք օրինակ ատեստավորման փուլում, սկսել ենք մի նախարարությունից եւ տարածել մյուս նախարարությունների վրա, այսինքն հստակ չափանիշներ լինեն եւ եթե կարող եք մի քանի բառով ասել, ինչ տարբերություններ է տալու, օրինակ այն աշխատակիցով մի քանի անգամ ավելի շատ բացահայտում ունի, իր աշխատավարձը որքանով է տարբերվելու իր հետ աշխատող նույն հաստիքում գտնվող նույն ստաժ ունեցող մյուս աշխատակցից։ Շնորհակալություն պարոն Սարգսյան դրական գնահատականի համար։ Ես վստահ եմ, որ թե ներքին գործերի նախարարությունում, թե պաշտպանության նախարարությունում եւ այլ գերատեսչությունում իրականացվող փոփոխությունները մեկս մյուսի համար վարակիչ կարող են լինել եւ այդպես էլ կան իրականում եւ ես հուսով եմ, որ այս գնահատման համակարգի ձևավորումը կրկին թույլ կտա հասկանալու այլ որ գերատեսչությունում կարող ենք սա իրականացնել եւ հետեւողականորեն գնալ առաջ։ Ինչ վերաբերում է բուն կատարողականի գնահատմանը, այո, ճիշտ եք նշում, որ կարող ենք ունենալ այնպիսի ծառայողներ, որոնք որ պայմանականորեն 3 տարի կարող են չփայլել իրենց վարքագծով, այսինքն լուրջ հանցագործությունների բացահայտմանը որպես այդպիսի լուրջ ներդրում չունենալ, բայց ատեստավորման ստուգարկները հանձնել պատշաճ կերպով, որովհետև պատրաստվելու ժամանակ են ունեցել կամ այնպես են մենեջմենթ արել ժամանակը, որ կարողանան լավ պատրաստվել, բայց մեկ այլ ծառայողը, որ կարող է 3 տարի շատ լուրջ ներդրում ունենալ հանցագործությունների բացահայտման մեջ, բայց ինչ-ինչ պատճառներով կարող է վերջնական ստուգարկները լավ չհանձնել եւ մենք ուզում ենք, որ մեր ծառայողները վստահ լինեն, որ իրենց նույնիսկ յուրաքանչյուր օրվա աշխատանքը էական նշանակություն է ունենալու վերջնարդյունքում իրենց սոցիալական երաշխիքի վրա աշխատավարձային քաղաքականության տեսքով եւ պայմանականորեն, եթե 3 տարվա միջին կատարողականը լինի բարձր, ապա այս պայծրությամբ շատ նախնական դրա 50%-ը կգումարվի ըստ էության ատեստավորման արդյունքներին եւ սրանց հանրագումարը կորոշարկի աշխատավարձը եւ եթե տեսականորեն դիտարկենք այս փուլերը, եթե որևէ մեկը բարձր առաջադիմություն է ունեցել իր աշխատանքում, իսկ ատեստացիան միջին, օրինակ տրամաբանության մեջ է հանձնել, վստահաբար ավելի բարձր աշխատավարձ է ստանալու վերջն արդյունքում, քան այն ծառայողը, որը որ միայն հենված է լինելու ատեստավորման ստուգարկների վրա, թիվ չեմ ուզում հանրայնացնել, որովհետև գիտեք, որ մեր համակարգում խմբերը, մնացյալ հարցերը տարբեր շերտեր են բացում աշխատավարձային քաղաքականության, բայց գաղափարապես ուզում եմ հստակեցնել, որ այո, եթե անձը ունի լավ առաջադիմություն 3 տարվա ընդհանուր կատարողականի հանրագումարով, ապա ամենայն հավանականությամբ նրա աշխատավարձային քաղաքականությունը ավելի բարձր կլինի այն աշխատակցից, ում մոտ միայն բարձր է հենց ատեստավորման ստուգարկների արդյունքում հանձնված միավորները, եւ ես առիթ օգտագործելով ուզում եմ նշել, որ մենք արդեն իսկ մինչեւ օրենսդրական նախաձեռնությունը բերելը պիլոտավորել ենք հատկապես բարեկային ծառայության կարգախմբերի օրինակով կատարողականի գնահատման մեր ցուցիչները, պայմանականորեն դիտարկել ենք ֆիզիկական եւ կրակային պատրաստականության հետ կապված հարցերը, ուժի գործադրման հիմքով կարգապահական տուժի օրինակ արկայությունը կամ բացակայությունը, կարգապահական տուժի արկայությունը կամ բացակայությունը, առհասարակ արձագանքման արագություն եւ այսպես շարունակ։ Այսինքն առանձնացրել ենք այնպիսի հանգամանքներ, որոնք վերջնարդյունքում մեզ կարող են բնութագիր տալ, թե կոնկրետ կարգախումբը ինչպիսի աշխատանք է տարել եւ ըստ այդմ գնահատել այս
կարգախմբի աշխատանքը։ Պիտի նշեմ, որ շուրջ 2500 ծառայողի օրինակով այս կատարողականի համակարգը փորձարկել ենք եւ ուրախությամբ եմ ուզում արձանագրել, որ համադրել ենք օրինակ այն կարգախմբերի արդյունքները, որոնք որ արդեն անցել են ատեստացիան եւ տեսել ենք, որ օրինաչափություն կա։ Այսինքն այս համակարգով ովքեր որ բարձր գնահատական են ստացել, նույնը եղել է նաեւ ատեստավորման արդյունքներով կամ օրինակ դիտարկել ենք իրենց ղեկավարների տված բնութագրերը, որոնք եւս շատ սինխրոն են եղել։ Առաջիկայում կավարտենք նաեւ մյուս հենասյունային ուղղությունների մասով կատարողականի ցուցիչների եւ ես վստահ եմ, նորից եմ ուզում շեշտել, որ սա համակարգին նոր շնչով աշխատելու հնարավորություն է տալու, որովհետեւ նախ առաջին հերթին մենք ինքներս հասկանալու ենք այս պետությամբ ինչ իրավիճակ ունենք, այսքան նաեւ բարեփոխումների որոշումների կայացման տրամաբանության մեջ եւ գնալու ենք հետեւողականորեն մեր կատարելագործման ճանապարհով։ Շնորհակալություն Արմեն Խաչատրյան։ Արձագանքի բան քոչյան։ Շնորհակալ եմ Տիկին Սարգսյան։ Լուսա։ Դուք դիտարկվում եք։ Տիկին Սարգսյան, շնորհակալ եմ շատ։ Նաև առիթից օգտվելով կցանկանամ մեր մյուս հարցին անդրադառնալ, որը վերջերս քննարկել ենք կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ կապված հաշվառման քննական բաժինների հերթերի հետ։ Այդ ելույթից հետո ինձ մի շարք քաղաքացիներ են գրել եւ ասել են, որ ցանկանում են իրենք արտահերթ քննության համար վճարել եւ սեմ ժամկետում հանձնել արտահերթ քննություն, բայց չեն կարողանում գրանցվել, որովհետեւ կայքում խնդիրներ կան։ Ու ես էլ եմ փորձել մի քանի ՀԿԲ-ներում, Երևանում եւ այլ տեղերում խնդիրներ է առաջանում։ Կխնդրեմ սրա վրա ուշադրություն դարձնեք, որովհետեւ մենք դրա մասին հայտարարում ենք, որ 11000-ից ավել քաղաքացի օգտվել այս հնարավորությունից, չի սпасել 6 ամիս վճարելա եւ անմիջապես ստացել ավարտական վկայական, մեր մյուս քաղաքացիներն են ցանկանում օգտվել։ Եվ մյուս մտահոգությունը, մյուս քաղաքացիները ասում են հետեւյալը, ասում են ձեր այս համակարգի շնորհիվ ճիշտ է ավել գումար է գեներացվում, բայց մեր հերթերն են հետ ընկնում, այսինքն այն անձինք, ովքեր չեն վճարում, իրենց հերթերը հետ են ընկնում արտահերթների հաշվին, ու այս մասով կցանկանամ, որպեսզի իրականում իմ առաջարկը մի անգամ էլ հնչեցնեմ, մենք ունենք լուրջ մեծ մարզեր, օրինակ Լոռին, Տավուշը, որտեղ ունենք 250,000-ից ավել բնակչություն, բայց ընդհանրապես մեկ հաշվառման քննական մեքենա։ Սրա հետևանքով բնականորեն հերթ է առաջանում։ Այն գումարը, որը գեներացվել է արդեն մեր քաղաքացիներից, ես ցանկանում եմ վերադարձնենք մեր քաղաքացիներին, այսինքն մեքենայի տեսքով վերադարձնենք հաշվառման քննական բաժնում ոչ թե լինի 1, այլ 3-4 մեքենա, որպեսզի մենք մեր քաղաքացիները, ովքեր որ վճարում են սահմանված 3000 դրամը եւ ոչ ավելին, ասենք, տեսեք, այս ավել գումարի շնորհիվ մենք շատացեցինք մեքենաները, աշխատողների աշխատավարձ բարձրացրեցինք, հաստիկներ ավելացրեցինք, սրա հաշվին դուք ոչ թե կսպասեք 6 ամիս, այլ կսպասվեք օրինակ 1 շաբաթ կամ 2 շաբաթ առավելագույնը։ Այսինքն մենք փորձենք մաքսիմալ լավ ծառայություն մատուցենք մեր քաղաքացիներին։ Ինչու՞մն է ներքին գործերի նախարարության առանձնահատկությունը մյուս կառույցներից տարբերվում, որովհետև առաջնային օղակն է, երբ պետությունը, իշխանությունը շփվում է քաղաքացիների հետ, ու հաճախ երբ իրենք բախվում են հերթերի անհարմարությունների, դժգոհություն անմիջապես գալիս է գործող իշխանությանը, թե քաղաքական ուժին, թե վարչապետին, որովհետև մարդիկ շատ հաճախ պետության հետ չեն առնչվում։ Առնչվում են մենակ երբ բարեկային կանգնացնում, երբ անձնագիր պետք է թարմացնեն, եւ երբ վարորդական են ուզում անեն։ Եթե շինարարությամբ զբաղվում է քաղաքապետարանի, դա այլ հարցեր է, բայց մեծամասամբ պետության իշխանության հետ այլ ոլորտներում չեն առնչվում։ Ու մենք ստեղ պետքա լավագույնս հանդես գանք, շփիտով, որակով սպասարկենք, ոնց որ օրինակ բանկերում, մասնավոր ընկերություններում ինչպես է քաղաքացին ներս է մտնում, բարև ձեզ համեցեք, սուրճ կցանկանաք, ձեր հերթեսա կմոտիկանա, այսինքն այդ բարի համբույր սպասարկում, եթե մասնավոր կառույցներում ստանում են մեր քաղաքացիները, նույնը ստանան նաև պետական ապարատի հետ ու պետության հետ առնչվել է, շնորհակալ եմ։ Տիկին նախարար, բնականաբար այսօրվա քննարկվող հարցի շրջանակում չի պարոն Սարգսյանը, իր նախկինում հնչեցրած բարեհամբույր ուրեմն մոտեցումները կարծում եմ մենք շարունակաբար կներդնենք, ենթադրում եմ, հա։ Արմեն Խաչատրյան, խնդրում։ Շնորհակալություն Տիկին Սարգսյան, ինչ վիճակում են գտնվում բարեկների ատեստավորման գործընթացը կա, թե դեռևս ընթացքի մեջ է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան, վստահ եմ հիշում եք, որ մենք փուլային սկզբունքով էինք մեկնարկել, այսինքն առաջնահերթությունը տվել էինք մեր այն հենասյունային ուղղություններին, որտեղ որ աշխատավարձային քաղաքականությանը որևէ ձևով չէինք անդրադարձել, այսինքն փոփոխության չէր ենթարկվել, բայց ասեմ, որ արդեն բավական երկար ժամանակահատված է, ինչ բարեկները դիմում են ատեստացիայի եւ ունենք բարեկներ, որոնք գերազանց են հանձնել, լավ են հանձնել կամ բավարար են հանձնել, այսինքն այլևս որևէ փուլային տարանջատում չունենք, բոլորը կարող են դիմել, բնականաբար հաշվի առնելով ժամանակացույցային այն կանոնները, որոնք որ մենք տարվա կտրվածքով մեզ կարող ենք թույլ տալ։